Արմլուր լրատվականի հարգելի հեռուստադիտողներ, նշենք, որ այստեղ է արցախցիների կողքին է նաև Արաբկիր վարչական շրջանի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը։ Հիմա փորձենք նրա հետ զրուցել, հասկանալու ինչու է այստեղ, ինչու։ Բարև ձեզ, պարոն Շահինյան, այսօր այստեղ եք կառավարության շենքի դիմաց, մասնակցում եք արցախցիների հավաքին։ Ինչու եք եկել այստեղ։ Չեմ ուզում հատուկ ընդգծենք արցախցիների հավաքին, սա հայ ազգի մի հատվածն է մեր հայրենակիցների, մենք ենք, որոնք այսօր տնազրկվել են, այսօր և հայաստանյան իշխանությունները ոչ միայն իրենց ճանաչեցին ապօրինի, հասկանում եք, հազարամյակներով իրենց հող ու ջրում ապրած, իրենք գնում են անօրինական ձևով թուղթ են ստորագրում, ինչ-որ հայտարարություններ են անում, այլ պաշտոնապես Հայաստանի կողմից իրենք ներկայացնում են դիրքորոշումը, որ ավելի ուղիղ, եթե ասենք, արցախցին պետք է հավաքի իր ձեռքին պարունակություն ինչ-որ և լքի իր ծննդավայրը, իր պապերի ծննդավայրը, իր ապուպապերի ծննդավայրը։ Եվ այս խնդիրը իրենց բացի քաղաքականից, որ այդ քաղաքականը չի լուծվելու Հայաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավար կազմում, այս խնդիրը այլ տեղ է լուծվելու, իսկ մեր կողմից որևէ քայլ չի արվում, հակառակը մենք փչացնում ենք բոլոր տիպի հարաբերությունները մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ, որը դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Եվ եթե անկեղծ լինենք, 600-700 տարի թե Հայաստանը, թե Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հատվածը, 4000 թե 10000, ամբողջ այդ տարածաշրջանը, Անդրկովկասը դա եղել է պարսկական տիրապետության լծի տակ եւ այն ազատագրվել է Թուրքմենչայի պայմանագրով, որը շուտով 3 տարի հետո 200 տարի կլռան։ Եվ ես ձեզ ասեմ, առանց Ռուսաստանի ներկայությամբ, առանց Մոսկվայում այս հարցը քննարկելուց, այս խնդիրը առաջ չի գնալու, քաղաքական մասով եմ ասում։ Իսկ այսօր քաղաքականից բացի, խնդիրը դարձել է գոյության պահպանության հարց։ Տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց տներից, տարական գոյությունը պաշտպանելու և պահպանելու համար ունեն խնդիրներ։ Դրա համար հիմա այստեղ եմ կանգնած եմ, որևէ բան չեմ մտածում, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իօգուտ իր քաղաքացիների, իր ժողովրդի, այսպես ասենք, որևիցե քայլ կանեն, որովհետև իրենք այլ ուղղությամբ են գնում, իրենք այս ամենը անում են, որ մարդիկ հեռանան, ոչ թե մնան իրենց հողի վրա ապրելու։ Սա է ամբողջ խնդիրը։ Եվ հիմա այսօր այս պահին կոնկրետ այստեղ գոյապահպանության հարց է քննարկվում։ Նաև տեսնում եք, նշեցիք, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հայաստանցիները հեռանան, հայը հեռանա Հայաստանից եւ փաստորեն ստացվում է ունենալու ենք մի իրավիճակ Հայաստանը առանց հայերի եւ նաև տեսնում ենք շահագրգռվածությունը հարևան թշնամի պետությունների կողմից, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, որ ադրբեջանցիներն են գալիս այստեղ Երևանը ներկայացնում են որպես ադրբեջանական պատմական քաղաք։ Դուք ինչ կասեք, ինչ զուգահեռներ կանցկացնեք։ Թույլ է ստվել, իրենք էլ ամեն ինչ անելու են մինչև վերջի մարդը, իրենք ամեն ինչ անելու են, որ այստեղից հայերը իրենց բնորանից, իրենց հազարամյա բնորանից թողնեն հեռանան, ինչը որ տեղի ունեցավ Թուրքիայի, այսօր Թուրքիայում, այսինքն մեր պատմական հողերը թուրք սելջուկները, օսմանները վերցրել են, նստել են եւ ներկայացնում են իրենց խաչը հանում են, ասում են մեր
մսկիթն է, նույն կատարվեց Սուրբ Սոֆիայի տաճարում, հիմա որը ծառայում է որպես մսկիթ։ Դա էլ է փոխվելու իդեպ եւ ձեզ ասեմ, եթե թույլ ես տալիս իրենք կանեն, սրանք քոչվոր գլոբալիստներ են, թե օսմանները, թե սելջուկները, թե այսօր իրենց ադրբեջանցի հռչակած այդ ներկայացուցիչները, հա, այսպես ասենք, որոնք եւս այնպես չի, որ մեծամասնություն են կազմում այդ տարածաշրջանում, այնտեղ թալիշներ կան, ալաններ կան, դագեր կան, տարբեր ժողովուրդներ կան, որ մի օր իրենք իրենց խոսքը, իրենց ասելիքը կասեն։ Սա գլոբալիստական քաղաքականություն է եղել, ինչին այսօր մաս է կազմում Հայաստանի Հանրապետության կառավարության գերիշխող մասը, հա, չասենք բոլորը, բայց այն ով էլ այնտեղ կա, ինքը ուզած թե չուզած, էլի իրենց է ծառայում։ Բայց քանի որ հիմա աշխարհում process-ները գնում են իդեմ գլոբալիստների, դրա համար այստեղ հույս է առաջանում, հավատ է առաջանում, վստահություն է առաջանում, որ խնդիրը մենք կարող ենք ճիշտ ռազմավարական, ճիշտ ղեկավարներ, ազգային կառավարություն, իշխանություն ունենալու դեպքում մենք այս խնդիրը կարող ենք կարգավորել։ Այլապես եթե հիմա sense թողեն գլոբալիստների, նրանք սա հատուկ քաղաքականությունը, որը արել են, ինչի իրենք պետք է հրաժարվեն, ասենք մենք իրենցից պետք է հրաժարվենք, իրենց առաջնահերթ պետք է դուրս վռնդենք կառավարման համակարգից եւ ձևավորվի ազգային կառավարություն, իշխանություն, ձեզ ասեմ, որ երկար չի տա սպասեցնելու այն ժամանակը, որ մենք կգնանք Արցախի հանրապետություն, նայած թե ինչ կարգավիճակ ունենա եւ այլն, դա հենց այդ ամբողջը քննարկումների։ Մենք հիմա իրատեսական եք համարում Արցախ վերադարձը։ Ամեն ինչն է իրատեսական։ Մենք ոչ իրատեսական ենք համարել, որ Արցախցին Արցախում չի ապրելու։ Եվ ինչ ճանապարհով եք տեսնում Արցախ վերադարձը։ Արցախի վերադարձը դա բացառապես եռակողմ եւ դա Մոսկվա, Բաքու, Երևան եւ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում։ Նույնիսկ այդ նոյեմբերի 9-ի պայմանագիրը ինքը եւս հնարավորություն է տալիս եւ ոչ միայն հնարավորություն է տալիս, նա հենց արտացոլված է, որ արցախցին պետք է ապրի Արցախում, բայց տեսեք, սենց օգտվեցին այդ իրավիճակից, հետպատերազմյան ժամանակաշրջան, մարդիկ իրենց դարդու ցավի մեջ, իրենց կորցրած, իրենց Պլյուս այս ամեն ինչին նաև նպաստում է համընդհանուր տգիտությունը եւ անգրագիտությունը ու թմրանյութերը։ Դարել են անտարբեր, ասենց տեսեք, երեք ես մի անդրադարձ էի արել, հիմա կօգտվեմ առիթից այդ մասին կխոսեմ։ Հիմնականում երբ իշխող քաղաքական ուժերը ինչ որ քաղաքական ակցիա միջոցառում են անցկացնում, անունը դնենք ընտրություններ։ Ովքեր են հիմնական ելույթ ունեցողները։ Ուսուցիչները, բժշկական հաստատությունների աշխատակիցները, մշակութային տների աշխատակիցները, սպորտի բնագավառի աշխատակիցները։ Այսինքն պետությունը իրենք են։ Ուսուցիչն է պետությունը։ Ուսուցիչը եւ պետությունը դրանք հավասարազոր են։ Նա է կրթում, նա է դասիրակում, քաղաքացում։ Բայց այս խեղճ ուսուցիչներին այս կողմից են կողմ։ Կներեք, հիմա սրան ենք սատարում, հիմա նրան ենք սատարում։ Այն աշակերտը, ում եղբայրը, ում բարեկամը, ում քույրը պատերազմ զոհվել է, գերեվարված է, կամ հաշմանդամ է դարձել, կամ գնացել եկել է եւ պատմում է, որ պետությունը իր կողքին չի եղել, նա ղեկավարությունը իր կողքին չի եղել, իրենք անտերության են մատնված եղել եւ այդ ուսուցիչը այդ անտերության մատնած ղեկավարի համար քարոզում է։ Այդ երեխան կուզի սովորել այդ ուսուցիչի մոտ, նրա տված գիտելիքը կհարգի թե չի հարգի։ Չի հարգի։ Ինչի՞ց սա ինչ է հաջորդականությունը, որ նա
առարկայի նկատմամբ էլ է արդեն ատելությամբ լցվում։ Որ մենք ուսուցիչը մեզ համար ծնող էր, իսկ հիմա կարա հանգիստ դառնա որպես օգտագործվող ատելության մի ինչ-որ գործիք։ Արցախ վերադարձի իրատեսական համարեցիք, երբ Մոսկվային աջակցենք եւ համագործակցենք Մոսկվայի հետ եւ վերադառնանք ԵՀԿ-ի Մինսկի խմբի Արցախը պարսկական լծից 600 տարի ում ջանքերով է ազատագրվել, լավ, դարձել քրիստոնեական, ունեցել կարգավիճակ, ապրել Սա հենց նույն քոչվոր գլոբալիստների, այդ կաչևնիկների վարած քաղաքականությունն է։ Իսկ իրատեսական խաղաղությունը ազատագրել են, սրանք ատելություն են սերմանում։ Չգիտեմ, սրա դրոշը, նրա սապոկը, այդ ինչի մյուսներին չենք տեսել։ 20-րդ դարում Կիլիկիայի հանրապետության ճակատագիրը չենք տեսել կամ ցեղասպանության ջարդերի ժամանակ հիմնական այդ հրոսակ խմբերը, որ ձևավորել էին հայերին ոչնչացնելու, կոտորելու հիմնական ինստրուկտորները ֆրանսիացի եւ գերմանացի սպաներն էին, օֆիցերներն էին, որոնք կազմակերպում էին, մերոնք հիմնականում լեռնային հատվածներում էին, հա, պաշտպանությունը, իսկ դա ավելի ոնց որ հեշտացնում է, քո դիրքը ավելի ապահով վտանգ է եւ եվրոպացի այդ զինվորականները, սպաները ուղղություն էին տալիս։ Պարզ օրինակ Ռուբեն Սևակի գրող, հրապարակախոս, բժիշկ Ռուբեն Սևակի կնոջը, որը գերմանուհի էր, երկու երեխա ունեին։ Երբ Ռուբեն Սևակին ձերբակալում են երիտուրքերը, կինը որպես գերմանուհի գնում է Թուրքիայի տարածքում գործող Գերմանիայի դեսպանատան եւ հանդիպում է խնդրում դեսպանի հետ ու լինում է հանդիպումը։ Գիտեք դեսպանը ինչ է պատասխան։ Դու ինչ գերմանուհի, գնացել ես ինչ-որ մի շան հետ ընտանիք ես կազմել, բան ես եղել։ Ես քեզ չեմ հարգում, չեմ ընդունում եւ քո նման քաղաքացի էլ չունենք մենք եւ դուրս են անում։ Հեսա վերաբերում։ Դրա համար էլ Գերմանիայի կանցլերը երեք արդեն մարազմի մեջ Բաքվում նստած ասում էր մենք միշտ Ղարաբաղը ճանաչել ենք Ադրբեջան։ Դուք միշտ երբ ինչ այդ ոնց այտենց է հասկանում ենք, լավ, ասենք այն ժամանակ խորհրդային միություններ ձևավորվում, տարբեր բաներ, բոլշևիկյան, անդրկովկասյան եւ այլն, ասենք այդ ժամանակ ինչ որ մի հատ sense Նախիջևանը եւ Լեռնային Ղարաբաղը ունեցան կարգավիճակ, բայց դու մեծ մարդ ես սպիտակած մազերով, ինչ ես խոսում։ Մենք միշտ ճանաչել ենք Ադրբեջանի կազմում։ Այդ գազն ես ճանաչել, թե Ղարաբաղ դու ինչ գործ ունես, ընդհանրապես որ դու կարծիք ես հայտնում, խոսում ես ու անիմաստ։ Այդ դրա համար մենք մեր հարցերը ինքներս պետք է լուծենք եւ հարցը բացառապես պետք է լուծվի ԵՀԿ Մինսկի խմբի եւ Մոսկվա, Բաքու, Երևան այդ բանակցային սեղանի շուրջ։